Խաղաղության ջերմ մաղթանքներով Հայաստանից մակագրությամբ մարդասիրական օգնությունն արդեն Սիրիայում է։ Նախագահի հանձնարարությամբ սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին աջակցելու համար Հայաստանից 2 ինքնաթիռ օգնություն է մեկնել Սիրիա։ Շարասյուներն արդեն հասել են Հալեբ։ Օտոները, որոնք եկան եւ Հայաստանի Հանրապետության նախագահի նպաստները դերին, հիմա դակատություններ գտան, որ օժանդակությունները դեղավորվին մեր եկեղեցու ներկայացրահներում մեջ եւ անգե փաշկումը դերի ունենա Սուրիայի շտաբօգնության մարմնի ջամբով։ Հայաշատ համայնքներում նախորդ գիշերը համեմատաբար խաղաղ է անցել։ Հրթիռակոծության եւ արկերի պայթյունների ձայներ չեն լսվել, սակայն վիճակը շարունակվում է մնալ ծայրահեղ ծանր։ Վերջին շաբաթվա լարված իրադարձությունները ստիպում են հալեպահայերին լքել տները։ Աջակցությունը պիտի բերենք բոլոր անոնց, որոնք ապակին դերանալ, երթալ, պայմանալ, երթալ, կացան, մենք պիտի օժանդակենք անոնց, եւ անոնք, որոնք որոշեն մնալ Հալեբ, սարսիած պարտավորություն ունենք եւ առաքելությունը գենալու, մնալու մեր ժողովրդի դողքին եւ օժանդակելու անոնց կարիք։ 2 տարի առաջ Սիրիայից Հայաստան տեղափոխված Սոսեի մտերիմներն ու բարեկամները դեռ Հալեպում են։ Նրանք պատմում են, որ այսօր Հալեպում մի քանի անգամ ավելի ծանր է, քան Քեսաբի դեպքերի ժամանակ։ Երկու տեսակ խումբ կա Հալեպի մեջ։ Խումբ կա, որ նյութապես ապահով չէ եւ գուզե դուրս գալ, խումբ մնալ կա, որ այո, դրամ ունին, ապահով են, բայց գուզեն իրենց կալվածներուն, ապրանքներուն դերը կանգնին։ Հալեպահայ գրող Հակոբ Միքայելյանին հայրենակիցների անվտանգությունից բացի անհանգստացնում է նաև 100-ամյա պատմություն ունեցող հայկական համայնքի ճակատագիրը։ 40,000-անոց հայկական համայնքից այսօր մնացել են 8-ից 10,000-ը։ Մեկ հարվածով գարիլ չէ չնչել եւ թափել։ Ես այսօր իսկ կմտածեմ, մնացյալ այդ 8-10,000 հայությունը, եթե որոշեն իսկապես ելնել կալ, ինչ պիտի ելա մնացած ամբողջ։ Պիտի քրավեն ուրիշները պիտի առնեն նստին։ Սիրիայից Հայաստան տեղափոխվել ցանկացող յուրաքանչյուր հայ սպասված է հայրենիքում։ Սփյուռքի նախարարությունում զբաղվում են հալեպահայերին Հայաստան անվտանգ տեղափոխելով։ Հալեպահայերի 3 ընտանիք այսօր արդեն ժամանել է Հայաստան։ Մարիաննա Դանիելյան, Միքայել Թումանյան, ժամը լրատվական։